Ամենակարևորը ես դա միշտ ասել ես, միացած չի հանդիպել, Չէ, միացած է։ կարող եմ ասել խոսում։ Չեն լսի այնտեղ։ Կարևորը բոլոր տեղերը ես ասել եմ, որ Գյումրի իմ համար յուրահատուկ է, ես իմ գործերը ցել եմ Գյումրուց եւ երբեք ու երբեք չեմ կարող դա մոռանալ։ Ես սիրում եմ Գյումրին, սիրում եմ գյումրեցիներին։ Եվ ամենակարևորը մենք ունենք ծրագիր կազմած առաջարկ Հայաստանին, ու դա այն ծրագիրն է, որ ոչ թե ինչ-որ միայն ասել չիրականացնել, խոշոր 7 ծրագիր, ոչ թե Գյումրին իր ուժերով, այլ լիարժեք պետությունը պարտավոր է իրականացնել, որ Գյումրուն իր տեղը բերի, այն ուրախությունը, իր ասենք թե այն ամեն ինչ-որ կար, հյուրասիրություններ, ասել, խոսելներ, զարգը որպես այսօր Գյումրին համարվում է եւ Երևանից հետո երկրորդ քաղաքը, բայց դա ամեն ինչով միշտ տարբերվում է, իր ճոխությամբ, իր հզորությամբ, իր ջերմությամբ, իր հյուրասիրությամբ, ու ես ինչի համար եմ ուզում ասել, ոչ թե խոսքեր ես ձեզ սիրում եմ, ժողովրդին եմ սիրում երեխաներին, այլ այդ ասածը պետք է իրականություն լինի, ես իրոք սիրում եմ եւ քայլել միշտ կատարել եմ ասենք թե հիմնականում որ եղել է ապրիլի 7-ին որ ես կազմակերպել էի ինչքան դոմիկներ կա, դոմիկների բնակվում, որ ես ուղարկել եմ իվենտային հատուկ դոմիկներ այցելել նայել ինչքան բնակիչ կա, ոչ թե դա ծանոթներ, բարգավաճիստներ, այլ բոլոր բնակիչների, այն կանանց, ովքեր հղեին, որ ես որպես զնալու լավ բան անել, ասում դրանցիկ նայեք, բոլոր հղիների անունազգաները ապրիլի 7-ին կազմակերպում քանի հոգի եղել են, բոլորը կավասներ ներկայական լսել են չգիտեմ, մայրիկիս տվել եմ թղթեր, 2-3 սինականոց բնակարաններ, բերել այդ ընտանիքներին տալով, նվիրելով, մայրության գերեզգության օրը, ասելով, որ ես որ եթե իրեն դոմիկում են ծնվել, որ եթե իրենց երեխաները դոմիկում չծնվեն, կամ ցանկացած հարց, որ ինքան մարդուն մենք համագործակցել ենք, ցանկացած ինչ հարցերել է, որը դիմել է, անմիջապես անպատասխան չի մնացել, ամեն ինչ արել ենք, որը եւ Գյումրի քաղաքում չգիտեմ ինչքան ասենք թե մեքենաներ քաղաքի մարդկության համար, որ մինչև այսօր դրանք են, կամ ասենք թե անապով, կամ ասենք թե այսօր որ միշտ ինչ հարցով ասենք թե ոնց եմ ասում Գրիգորյանը ասել է հիմնական կապված այս տերիտորիաների հետ, չկա մի բան որ ասած որ ինչ անեմ, այսինքն սերը ոչ թե միայն պետք է ասել սիրում եմ ու ոչ մի բան չանես, այլ մարդը պետք է լիարժեք ամեն ինչ կազմակերպի, իրացան սահմանում կատարի։ Դա ոչ թե ես պետական բյուջեը արել եմ, այլ իմ ցանկությունը է իմ հնարավորության սահմանում։ Բարեգործությամբ երկիր չես կառուցի, ժողովուրդ ջան, այսօր անհրաժեշտ է, հիմա ասեմ կամ Գյումրին ասել 8 տարի կառավարումա քպան։ Ինչ է դոմիկներից դուրս են եկել, ինչ-որ մի բան փոխել է, մարդկանց վիճակը լավացել է, բացի վարտանալուց, աշխատատեղ ստեղծելուց, ելին Գյումրին է։ Գյումրուն հարկավոր է մեզ ներդրումներ անեն, որ կարողանա Գյումրի փայլը գալ տեղը, ժողովուրդ ջան, այդ դադան խոսել, ոչ մի բան չասել, դες բան չի լինում։ Այսօր հասարակ բան եմ ասում, թող միակ նայեն, այսօր Քրպան, որ իշխանությանը այսօր անցնում է քարոզություն անում, մեկը ինձ ասել, այս քարոզության ժամանակ ինչ ասում կանի ժողովրդի համար, ինչ, ծրագիրը որն է, դուք գիտեք, ծրագիր չկա, խաղաղություն են բերել, միայն բռնել, վիրավորել, ցել շպրտել, ես ուզում եմ իմանալ, 19 կուսակցություն է մասնակցում, բացի այդ մի կուսակցությունից, որ ծրագիր չունի, խաղաղություն են բերել ու վերջ, ոնց է խաղաղություն բերել, որն է խաղաղություն, որտեղ ատուրտը գրած ստորագրած, այլ վիրավորելով, խլելով, այսօր ասել նայելով հողը որտեղի տակից գնում է, ժողովրդին հավաքելով, պարտադրելով, որ չկա ասել թե գործից կանեն ակտը գրել, դա կամ ասել թե այսօր զորվածի պապիկը, բարեկամը մոտենում է կամ բռնել տանում են կամ վիրավորում են, պատասխան տվեք արասների համար, ինչ են խոստացել, մինչև այսօր են առաջորը որ եկել էին, ինչ են կարել, բացի սրտից դադան խոսալու, վախեցնելով ոչ մի բան, ես ասում եմ վերջը եկել է, չի կարատեն շարունակություն, սուտ խոսալով, երկիր չես կարա կառուցես, ժողովուրդ չես կարա պահես, պարկերը կուտակվել, իրա օրոքուն թմիլյար կուտակվել է,
հիմնական խնդիրը 8 միլիարդ կուտակնար, որտեղ է սուտագործել 8 միլիարդ, դպրոց են կառուցել, դպրոց 8 տարում պետք է 300 դպրոց կառուցել են 59 դպրոց, 59 դպրոցից 26-ը կառուցած է եղել, այնպես տվել են կառուցել դպրոցները, այսօր երեխա չկա գնալու, ու այսօր այս տարի 200-ից ավել դպրոց փակում է, որ սա գյուղերը դատարկվում են, ժողովուրդը սա վարկերի պարկերի տակ է, մենք ծրագիրը ունենք, այսօր մի քանի հատ դիզոր պետք պատվեր կատարելով առողջապահությունը ձրիա, մարդիկ չեն կարողանում գնալ բուժման, ինչ ասել, որոշում անի ձրիա, առողջապահությունը ձրիա, կրթությունը ձրիա, կազմակերպի պետությունը զրկավարում կարող է հանձնել կարգավորի, երկուսն են ձրիա, առողջապահություն, որը մեր ծրագրում այդպես է, հիմնական խնդիր այսօր ամբողջ ժողովուրդը վարկերի տակ է, Ջորջան, վարկերի տակ է, եղել է տնտեսական ճգնաժամ, համաճարակ, պատերազմ, մարդիկ ապրեն, գոյատևել են, վարկերը կուտակվել է, պետք է ներում շնորհի, մի անգամից մինչև ցանկացած անձին 3 միլիոն դրամ, տնից կլինի 3 հոգի 4 հոգի, որ մարդը կարա ապրի, ոչ դեսօր ներվայնացած, վաղտը գելա չգիտի ոնց փակի, որ տունը չկորցնի, մեքենան չկորցնի, կնոջ ոսկեղենը չկորցնի, կամ իր ասեն թե չգիտեմ հողամասը չկորցնի։ Այնպես Ջորջան, իրանք ասելու բան չունեն, արդեն վերջացել ասելու բաները, դամար այսօր ցենց խառնված, կամ ասեն թե ասում է, Ծառուկյանի Գուլոյանի համար տունը վերցրել են, իմ փեսու տունը, բոլոր դասած կնեն Գուլոյանը, վեց գործանել մարդը, իր համար տուն դամ համար տուն է կառուցել, տունն էլ, 4 սպալնա է, մի հատ զար, Ջորջան, դա տալիս եմ ձեզ, այսինքն ծերանոց եմ ծարգում, լավ 4 հատ թող գնան ուտեն ապրեն, հələ գրեն ասեն տալիս եմ ձեզ, կամ ոնց որ հայտարարում է, Ծառուկյանի սև զավոդը 25 տարի առաջ սեփականաշրջած, կոլեկտիվ ներդրումներ ալեն, ամսականել 500 միլիոն հարկ է վճարում աշխատողներին պահելով այսքան մրցակցության մեջ Պարսկաստանից բերում են էժան կրինկեր, բայց պայքարելով եսին ժողովրդին պահում։ Հիմա դա էլ ուզում են անեն, որ հիմա կարողանան Ադրբեջանից վակումներով էժան ցեմենտներ բերել։ Այդ է նպատակը, որ հիմնականում Ջորջան այսօրվանից գործանեց այդ ցավը կանեն, ժողովրդին եկա ֆրանսիաներ, այդ ինչ փայես տալու ժողովրդին, Արարատի ժողովրդին այդ գործանի տոկոս ես տալու, ելի նույնիսկ չես կարող աշխատավարձը ժամանակի տաս, այդ ինչ է, ժողովրդին ասեն ես հասկանում եմ, ազիվ ասեն թե չգալով որ իր տեղը պատիժ մատիժ ստանան, գործի չանեն, հակ չգրեն, կամ բանակ չտանեն 3 ամսյա ժամկետը, կաննել է, բայց հիմնական ես մեմ հարկան թող պատասխանի, Ջորջան ձերն է, այսպես մեմ անամ, այդ գործանը, որ անօրինական, 25 տարի վաղենցյան ժամկետն է կորել, որը առել են ոչ էլ պարտավորություն էին, տալու ես Արարատի ժողովրդի սեփականություն, եթե տալու է, դողտա եթե կարատեն բանանում, Ջորջան, հիմնական խնդիր կամ գյումրեցիների համար, 8 տարի, Ախուրյանի համար, ինչ արել, կարակ ասել, ինչ ոչ մի բան ճիշտ է, միայն ասֆալտ գցելով են ասֆալտը 13 անգամ ասֆալտեցում ծանոթ բարեկամում, ժողովուրդը այսօր տրամադրություն չունի, հարյուր խնդիր ունի, դառնուցավ ունի, այսօր պարտված, հայտարարված, տուժան, հող են կորցրած, զոհ են տված, ասում են վիրավորները, ասում են 600 վիրավոր, լավ անարման չեք ասում, ամոթ չեք անում, վախում եք թվերն ասենք, ինձ պատին չի վերել, կամ զոհերի համար ընդեղ գնացը 3870, ասին մոտ 5, ես ինչ չեք ասում, այդ 2000 լինի, բայց 3-4 զոհ, 10 տարեկան երեխաներ, ցանկացած պետության ղեկավար, պարտության դեպքում 5 րոպեյա պաշտոնի չունեն, դա պատին չի մերը ոչ, 5 րոպե, եթե դու պարտվել ես, զոհ տվել ես, ու հողերը հանձնել ես, դրանց հետո ինչ երեսով ես դա շարունակում, ես ուզում եմ հասկանամ, թող մեկ ինձ պատասխանի, ու իմ ժողովուրդն ասել թե կամ ծափ հատալի, այս է ծափը տանեն, ինչի համար եք ծափ տալի, տարանին համար, դա ձեզ պատիվ ապել է, հեղինակություն ապել է, բարեկեցություն ապել է, զարգացում ապել է, լավ ճանաչում, ոչ մի բան, այլ հիմնական
Ալիևի պայմանավորվածություն, Ալիևի ինչ-որ բաժները կատարել համար։ Մի բանը չկատարին, ասում պատերազմ կլինի։ Դա վերիկա անարմար ասում ես 300,000 ուղի չենք ասել գալու։ Ես ասում եմ 2025 թվական հունի դեկտեմբերի 5 Վարդգես Ալիևի ելույթը, որ ասում է իմ Ադրբեջանցիները պետք է գան Հայաստանում բնակվեն։ Տանկերով չեն գալու, ավտոբուսներով են գալու։ Բայց եթե մեղասեն, զորք են վերելու դնեմ, Ալմիադը պետք է բերի Երևանում զորք չարի։ Ջորջ ջան, ուզում եմ ասել, որ ինքը ոչ մի բան չի արել, չի կարանի, ամեն ինչ եմ չացած եւ այսօր ծրագիր չունի։ Ամեն օր հանդիպումներ է։ Խնդրում եմ միայն լսեք, ասած բան կա, որ ինքը ասի այս ծրագրով սա եմ անելու, կամ ինչև այսօր սա եմ անել։ Ասելու բան չունի, դրա համար բռնել, նստել, խլել, դա երկար չի կարող դեպի։ Էլ ոչ մի բան չի կարանի, բայց մենք ծրագիր ունենք, Ջորջ ջան, հիմնական, հիմնովին, ոչ թե օդից ասած անգիր արած բառերով, շփվելով ըստ ոլորտների, ինչ որ կարևորագույնն է, որ այդ բաները պետք է տեղում կատարվի։ Ու ամենակարևորը ինչ ժամանակվածում այնքան մարդ են կալանավորել, կալանավայրերում տեղ չկա, արդեն տներում են նստած, որ եթե մեզ հնարավորություն տրվեց մեզ ու մի որոշումը լինելու է համաներում, մինչև 10 տարի նստվածները, որ պետք է հնարավորություն տաս, ներում շնորհես, կյանք պարգևես, մարդիկ վերադառնան իրենց ընտանիքներ, իրենց երեխաները, իրենց կանանց, իրենց ծնողների մոտ։ Գիտեք սխալվեն, մեղք իրենց վիզը, բայց մարդը մեկ անգամ ծնվել է, մարդուն չի կարելի հանցագործել, ինչ-որ վիրավորել է, ինչ-որ թերագնահատել է, ինչ-որ իրենց մասին բան ասել, կամ մրդել մարդու գլխի սարքել ձերբակալել։ Այնպես որ սիրելի ժողովուրդ, ինչ որ կա, բոլորը տեղյակ են, բոլորը գիտեն, ցանկություն էլ կա, հնարավորություն էլ կա, ու մի բան էլ ասեմ, Ծառուկյանը ասել է, մեկ անգամ ևս ասեմ, ես իմ հայրենիքը ունեցվածքին չեմ կարող փոխել։ Դա մեր կյանքն է, մեր հպարտությունն է աշխարհում է, որ մենք կարողանանք հպարտել։ Այսօր աշխարհում ենք, այդ հպարտությունն էլ ենք կորցրել։ Հպարտություն չունենք, չկա։ Պարտված կենճացած ժողովուրդ ենք։ Մենք պետք է մեր մեջ կուղղենք, կարողանանք միասնական այդ հարցերը կարգավորենք, ունենանք երաշխավորած խաղաղություն եւ զբաղվենք տնտեսության զարգացման։ Եվ ասեմ հիմնականում Ախուրյանն էլ Գյումրիել ես չեմ բաժանում իրարին, որ պետք է մեծ խոշոր ներդրում կատարվի, որ կարողանա կյանք աշխուժանա, դե չէ թողելով Ախուրյանի Գյումրու հիմնական դա իրենց գումարների վրա, դա երբեք չի կարա զարգանա, որ մենք կարողանանք ասենք այդ նպատակին հասնել։ Պետք է ներդրում լինի, զարգացում լինի, աշխուժություն լինի, որ մարդկանց տրամադրությունը բարդանա, կյանքը ավելի ուրախ ու երջանիկ լինի։ Ես նորից եմ ասում ամեն ինչը կա, ունենք լավ թիմ, ունենք ասենք թե այսօր հիմնական լավ թիմակիցներ, լավ համագիրներ եւ լավ ծրագիր, որ մենք պատրաստ ենք այդ ծառայությանը իրականություն դարձնել, չի եղել այսքան ժամանակ, բան ասենք չանենք, ինչ որ վերցնենք զարգացնել ցանկացնենք, ինչ արել ենք, ասենք սկսել սպորտից, որ մեր սպորտը մեռած է 2-8 տարի մենք մեդալ չենք ունեցել, ունեցել ենք 2 սպորտսմեն, Վարդանյան Աշոտ Դանելյան, վերցնելուց հետո, ասենք թե առաջի օլիմպիական խաղերում ունեցել ենք 6 մեդալ, հիմա տարեկան երիտասարդների պատան եւ մեծահասակների մրցումներին, աշխարհի Եվրոպայի առաջնություններին 800 մեդալ ենք բերում տարեկան, որից 200-ը 150-ը ոսկյա լինում, կարողանում ենք իմ ազգին ճանաչում տալ, հզորություն տալ, այդ դրոշը բարձրանա, հիմնը հնչի։ Եվ ամենակարևոր կարող եմ ասել Ծառուկյանը 2015 թվականին ուղարկել է Բաքու սպորտսմեններին, որի մոտ եկել էին աշխարհի օլիմպիական կոմիտեի նախագահ եւ Եվրոպայի օլիմպիական կոմիտեի ասեմ երաշխավորել, որի երեխեքի մասը չի պակասի։ Դա այն տղաներն են, թույլը գրել են, երաշխավորել են, որ Ալիևը պայմանել երաշխավորել։ Ուղարկել են 56 հոգի, թե 40 հոգի։ Գնացել են Բաքուն 15 թվականին, կարողացել են հաղթել դրոշը Հայաստանի Բաքու բարձրացնել, որը դա մեծ պատիվա ոչ է, որը դա Միլան Հարությունյանն է, բոլորդ էլ կհիշեք, ու ամենակարևորը այնպես էին երևով կան գցել, Ալիև ազգանով մարզիկ կար,
որ աշխարհի չեմպիոն է, ու գցել էին հայեր, որոնք նոր են մտել մրցման, կարակ միացնեք նայեք, դասերներ YouTube միացնեք նայեք, նա ծափելով վժժոցները դրել էին, բայց մեր միրանից հավատում, որ սենց հաղթել, միավորները հավաքել, դալիճում ճանճը դզան լսում է, կարողացել ենք ամեն իմացի պատիվը բարձրության, իմացեք, աննարի ոչինչ չկա, այդ բոլոր հավաքվածները, որ մեկը մեկին հեր չի տալի խոսալու, իրական կյանքում, հարուրունի չեն աշխատել, հարկ-հարի չեն, այսօր ժողովրդի հաշվի նստած, մեծ խոսալով, ցեր շպրտելով, տալը միայն դիզասեք մինչև գալու, ով է, ինչ է կարել, ձեր հայրենիքում, ձեր տարածքում, ձեր բնակարանում, ասեք, քարը քարին դրած կա, ով ազեի ճանաչել, այսօր արդեն դուք լիարժեք մարդկանց վիրավորելով, ձեր շպրտելով, կամ ձեր փակալելով, տուշտուկան գրելով, այնպես մեզ ժողովրդն, նորից եմ ասում, տվեք պահանջեք, ամսի 7-ին, համար 7-ին, ինչ էր ասել, մի բան է լավել, մի բան է լավել անելու ենք, հետևողական, ոչ այսօր գումարի կարիք ունենք, ոչ պաշտոնի, ոչ ճանաչում, աշխարհով մեկ, ճանաչում էլ ունենք, հարգանքել ունենք, և աշխարհով մեկ էլ ազդեցիկ հայր շատ ունենք, որոնք պատրաստ են, ձեր մեկնելու իրենց երկին, իրենց ժողովրդին, իրենց հայրենիքի համար, կազմակերպելու մատից կուչանել, ոչ թե դատարկ խոսալով, սուրտ ասելով, բայց պետք է սրտին վերջ ունի, ժողովրդը, 8 տարի հասունտ ասենք, հիմա էլ ասելու բան չունեն, որ ասեն ես ենք անելու, Գյումրի համար, Ախուրյանի համար, ես ենք անում, նորաստեղծ ընտանիքի համար, սա ենք անում, կամ երիտասարդների համար սա ենք անում, երիտասարդը, ոսկե մեդալով դպրոց կամրցել, կարմիր դիպլոմով համալսարան համարցել, գործ չեն տալի, այդ երեխան կամ համուրցում մտան, կամ երկիս դողի գնան, ծնողն է ինձ մոտեցե ասելով, որ է սա վիճակը, չեն կարողանում կազմակերպել, ճիշտ, տնտեսությունը զարգանում է գիտության իմամը, էժան աշխատուժի վրա չի զարգանում, այսօր նայելով քարոզությունը ասել է, խառնվել իրար է, այս մեկը շպիոն է, այս են ծավրտան է, այդ չհասկացա ինչ շպիոնի, շպիոնա տանեն գնդակահար են, ուղիղ, հրապարակում, բայց սուտ ասել է դա փրկություն չեն ծավր, ասում են Ծառուկյանն էլ ապացուցեք ով հայտարարել է, Ծառուկյանը շպիոնա հրապարակում գն, եթե չէ արտահայտողին պտի, լավ, չգնալտեք, թոքա մտի մարուցի մոտ, գնալ չգնալտեք։ Ես ժողովրդի պայմանին հավատալ եմ, եթե հայտարարել է Ծառուկյանը շպիոնա, ինձ թող գնդակարեն, իմ ցանկությամբ թող տգեն, եթե չէ արտահայտողը պետք է գա մտնի մարուցի մոտ, իրար ցանկությամբ։ Եթե տեսա թող դատակ խոսալով, մարդկանց վրա ցեխ շպրտելով չի ժողովուրդը, արած բան չունեն, ասելու բան չունեն, ժողովրդի համբերությունը հելել է, այսօր փոփոխություն ապել ժողովուրդ, իմ ժողովուրդը մեկ կա, անդրամադիր, նեղված, խեղճացած, պատերի տակ նստած, վարկերի ու պարկերի տակ։ Մորացել են մինչև թոշակները, այս 10,000-ը, որ ընդություններ ասին, ձայն չեն տակես, 2 ամիս առաջ բարձացել, 3 ամիս առաջ ասում էին, թոշակները բարձացվի, թոշակարները ասում են ամիսներով միշտ չեն մոտոնում, ասում են միշտ չեն կարող մոտել խոտկեր են, ոչ չեն մորացել, իր ասած բարերն են ասում, արդեն մարդուն գրեց, համբերությունից հանելով ես հոց եմ ասում, ես էլ եմ դիտում հարազանշան, բայց իմ ժողովուրդը մեկը որ պարտադրելով տնից հանելով, երգել գնացել եմ, որից հայտարարել է նոր Ծառուկյանը դիմավորեց գործից հանել, հանգարտ չետա, ասենց արդեն, հեսա խտրեմ, թող կպականել նայեն, որ տեխնացուին, անօրինական գործից հանել են, թող քաղաքապել, տվելա դարդի, բայց որ ասում եմ հանում են, ասում են չկատեն ման, ամոթա, դու եկել էին կարգավորելու, ժողովրդի մատից փուչ հանելու, որ ժողովուրդը ոնց ասի, Ժորժա ես բանակցում եմ իմ բանակցուներ, որ ես Արցախի կարգավորել, Արցախը Հայաստաներում վերջ, ուրիշ էլ չի կարա լինի, գնաց Սուսուփուց, մաքրում էր պայմանավորված Չեխիայում, այդ բոլոր արունը, այդ թափած, պայքարը 30 տարում, ասեց Արցախը Ադրբեջանա ու վերջ, հիմա հնարավոր է,
որ սենց շարունակվի, ինքը ընտրվի, մի վաչի կարել է տողի, դա բացարմացը, որ ասի հայտարարի, որ ասի, դե ալիվն ասում, Երևանը Էրիվան ասի, ele կա ասի այո, դա Ադրբեջանի քաղաք է, այնպես որ ժողովուրդ, մենք պետք է բոլոր գիտակցեն, չեմ ասում միտինգներ արեք, ընդությանը մասնակցեք, ձեր ձայնը տվեք, ում ցանկանում եք, 19 կուսակցություն մասնակցում, պրոստը նայեք, իրենց կյանքումով ինչ արել, որ ձեր ապագան, ձեր երեխայի ապագան, ապահով լինի, պաշտպանված լինի, զարգացած լինի, հիմնական հարցերը սրանք են, ժողովուրդ, ես չեմ ասում, անպայման ձեր ձայնը դրեք ինձ, ես չեմ ասում, որ վարչապետ եկածեմ, կզարգացնեմ, կծաղկացնեմ, ոչ դժվարությունից էլ վախում, ոչ կառավարելուց, այլ ոչ ասեմ, Զարուհյան ընկել փողոցը ձայներ հավաքում, բայց հետևողական եմ լինելու, կարգավորել ենք իմ ազգի սազականչի ժողովուրդ, կարամ ժամերով խոսեն, ասեն, ամեն ինչի մասին, բայց ամենակարևորը արդեն ժամանակ մենք ենք փոփոխության, արդեն իրենք իրենց սպառում են ժողովուրդ։ Ամսի 7-ին, համար 7-ին, շարժ